Սատանան որոշ է, որ կարակ սեր ունենա։ Եվ քանի որ գուզեր իր ունեցած գործիքները մաքրե, շատ հավաքած էր, սեղան մը գտնե, իր դունին առջև և գշարե իր ապրանքները սեղանի վրա, որպեսզի կարակ սեր ունենա։ Եվ մարդը, որ անտեղ ենք անցներ, եկավ հետաքրքրվեցավ տեսնելու թե ինչ կար սատանայի սեղանի վրա, որ ինքը գնար քնել կարած սերեն։ Երբ գնայր սեղանի վրա գտնվեր տեսակ գործիքներ, մեկը ձուր, մեկը շիդակ, մեկը երանգույն, և ամեն մեկը թիմ ուներ փակած այն ապրանքին, և ամենն ալ գրեթե սուրնոց էր։ Առաջինին, որ գնայի, փարգության գործիքը կտեսնե, որ $250 վրան գրված է։ Հաջորդ գործիքին, որ գնայի, ձուլության գործիքներ, անոր վրա $350 գրված։ Քիչ մը միս կողմ գկալե, և կտեսնե քննադատության գործիքը, և անոր վրանալ $500։ Եվ քիչ մը միս կողմնալ, երբ որ գտարնա, կտեսնե, թե անդեղնալ անձնասիրության գործիքը տրած է սատանան, որ $630 է։ Եվ քիչ մնալ անտին գնայի, կտեսնե 5 գործիքը, որ անգույնը տրած է սատանան, բայց աչքին կզարն է մեծ քիմը, $12,000 քինը տրած էր այդ գործիքին վրա։ Շատ զուրիկ ուրի, փասոդած գործիք ուներ, և սատանան այդ մեկնալ ծախուհանած է։ Եվ մարդը կարծն է սատանային, կսե այս մեկ ինչու աշխապսու է, կսե և ինչի գծարայ է, սատանան կսե, ասիկա հուսահատության գործիքն է կսե։ Եվ այս հուսահատության գործիքը շատ գործածած են կպացադրե մարդուն, կսե ամեն անգամ որ կգործածեն կաշխատի, և ադոր համար ասոր կինը $12,000 է կսե։ Մենք ամեն կսալ գնանք այս վերջին գործիքին վգայել թե մեր վրանալ նույնպես զորավոր գերբով կաշխատի այս հուսահատության գործիքը, որ սատանան կգործած է։ Հուսահատության գործիքը սատանային թիմեք գործիքն է։ Պարարան եթե նայինք հուսահատության պարին, որ անգլերենում discouragement կսե, հացադրությունը կուտա, սելով ոյ մեկ պան, որ մեզի վստահութենե կբաքսեցն է և գամ մեզի հույսե կգդրեն։ Եվ ասոր հագարագը, հուսահատության հագարագը քաչալերություն է։ Եվ քաչալերություն պարը կնշանագե քաչություն տնել մեկուն մեջ։ Եթե քաչալերություն պարը քաչություն տնել է մեկուն մեջ, սել է թե անոր հագարագը հուսահատությունը գլլա քաչությունը վերցնել անցել։ Եվ այս վիճակի մեջ գտնվելը շատ վտանգավոր վիճակ մնե։ Եվ մեկը երբ որ հուսահատության վիճակի մեջ կգտնվի, շատ մեծ սխալներ կնե։ Եվ այսօր Թավիթի պատմությունը մեզի լավ օրինակ մնե, ուր կտեսնենք, թե Թավիթ ինչ մեծ սխալներու մեջ գինա, երբ որ հուսահատության կմատնվի։ Մեկ բան հետաքրքրական կա, այս բոլոր հատվածը, որ կարդացին 27-րդ գլուխը առաջին թագավորացին, հոնդերը մեկը բացակայ է։ Ով է արդյոք։ Ուշադրություն ունի, ով բացակայ է այս գլխու մեջ։ Աստված բացակայ է։
բաները դիշվի, բացի Աստծո։ Եթե գարտանք անցնող գլուխները, բոլորի մեջ հոնդերը ակնարկություն մգա Աստծո մասին կամ Աստված Դավիթի հետ կխոսի, բայց այս գլխու մեջ երբեք Աստծո մասին բանը չհիշվի։ Երբ որ խորին այս նյութի մասին, թե Աստված ինչպես բացակայ է այստեղը, մեզի շատ օդար բան պիտի չկա, տեսնել, որ Աստված այս հատվածի մեջ չգտնվի, կբացակայի, որովհետև շատերուս համար շատ անգամներ մեր կյանքերու մեջ այնպես երևի թե Աստված իրապես կբացակայի մեր կյանքերեն։ Շատ ուրիշներու կյանքի մեջ այնպես երևի թե Աստված մոռացած է մեզ, մեր կյանքերու մեջ կբացի, որովհետև մեզի մոռացած է։ Շատ անգամ ուզենք, որ Աստված բացակալա մեր կյանքի մեջ, որովհետև չենք ուզեր Աստված իմանա կամ տեսնել, թե ինչ վիճակի մեջ են, եւ բայց ուրիշ ադեններալ մեզի առանցնության, ցավերու, բարապության դեր կփանա, Աստծո մեր կյանքերեն բացակալալը մեր սրտերուն եւ մտքերուն մեջ այդ բարապությունը կստեղծվի, ուր ցավ եւ կարապանք կա։ Կարևորություն այն է, որ բոլորս այս վիճակեն անցած ենք։ Պիտի չսխալի մտածեմ, մեդերնից աստեղը վսահատած չենք եղել։ Այս պատմության մեջ կտեսնենք, որ Դավիթի կյանքի մեջ են Աստված կբացակայի։ Եվ երբ որ Աստված կբացակայի, այնտեղը կարևոր դասեր կան, որ մենք կնանք սովորել։ Ճշմարտություններ Երևան ելեն, որ մենք գնանք անոնցմեն մեծ դասեր սոր։ Եվ այսօր պիտի խոսենք այն ճշմարտություններում վրայով, որ մեջտեղ դուքան, երբ որ Աստված բացակայ է։ Ինչ ըրավ Դավիթի վսահատությունը իրեն։ Պատմությունը կսկսի 27-րդ գլխին առաջնամար մեջ կգարտանք, որ գսե Դավիթ իր սրդի մեջ ըսավ։ Ասկե առաջ միշտ կգարտային, թե Դավիթ Աստուծո հետ կխոսեր, Աստուծո մեջ ուղղություն կխնդրեր։ Բայց այստեղը պատմությունը քիչ մը կփոխվի եւ գսե Դավիթ իր սրդի մեջ ըսավ։ Խորեցավ ինքիրեն, սկսավ ինքիրեն առնել տալ։ Եվ ըսավ այս օրերեն մեկը, այսպես կամ անպես, Սավուղը ինձի պիտի մերցնե։ Եվ ինձի համար ամենելավ բանն է, որ ցկեմ այս շրջանը, Իսրայելի երկիրը եւ երթամ փղշտացներուն քով, որովհետեւ Սավուղը ինձ մեր բազանցնի այլևս, մտքեն հանե, որովհետեւ Դավիթի ցերքեն ազատի։ Եվ ասիկա մեզի գծուցնե հստակորեն Դավիթի վիճակը թե ինչպես անմեծ հուսահատության առջև կգտնվեն։ Առաջին բանը, որ հուսահատությունը ըրավ Դավիթի իր հերաբատները, պերսպեկտիվը գործընծուց։ Ինչ էր պատճառը, ասենք, Դավիթ սկսավ ինքիրեն մտածել։ Ով ոստեր ինքիրեն մտածել։ Ամենքը սալամես չէ, արդուք եսորիր գույնիկ մգարնենք, կտնենք, վերջարության գոյմ եք եզրակացության չենք կար, բայց թեր կտնենք կվերցնենք, որովհետև ավոր բան է, մեզի սպաղը բայնիկ կերնից և ունելի բան է մեզի համար։ Դավիթի բարակային իրավունք ուներ պիտիսենք, որովհետև 10 տարի էր, որ այսպես կչարչարվեր։ Դեր գեղը կբաղվդեր, մեկը գմատներ, որ ուր բաղվդած էր, և հաչոր բան, որ կտեսնենք, Սավուղի մարդիկը կգավակեր և իր ետևեն գուքար, որվեսի զինքը սպաներ։ Չենք գնար այ բաներ Դավիթի, այս խորհուրդներ ունենալուն։ Մենք նույն դեղերեն անցած ենք և կսկանք Դավիթի զգացումները։ Բայց այս անգամ կտեսնենք, որ Դավիթի միտքը
Ժխտականներով կսպարի, ժխտական նյութերով կսպարի, կսել վերջի վերջո սավուղը ինձ պիտի մերցնե, այլևս փախուստությունի մաս սավուղ ինձ երկել, և անհույս եզրագացության մգասնի, սավուղ զիս պիտի մերցնե, չեմ պիտեր ինչպես, չեմ պիտեր երբ, բայց ես այսպես չեմ մնար փախիլ Դավիթի երեսեն, պետք է ջարը գտնել, և այդ ջարը ինձի համար հիմա փղշտացներուն երգիրը երթալ է։ Դավիթի համար աբական շատ մուտքերել էր։ Ինչու համար, որովհետև Դավիթ որոշեց շղթականներուն վրա կետրոնանալ, փոխանալ թրական, իր կյանքի մեջի թրական բաներով սպարի։ Գնանք պատճառաբանություններ տալ և նույնիսկ Դավիթի իրավունք տալ, բայց մեկ բան աստեղը պետք է հիշենք և չմոռանանք, որ Դավիթ իրավունք չուներ այսպես կորելու, որովհետև Աստուծո խոստում իրեն դրված է, Աստված ինչ ասավ իրեն, Աստված խոստացավ, որ Դավիթ Իսրայելի թագավորը պիտի լա։ Այս ասել է, թե Դավիթի եզրակացությունը բոլորովին սխալ է, Դավիթ Սավուղ պիտի չգրնար երբեք Դավիթի մերցնել։ Բայց Դավիթ կգետրոնանա իր միջոցներուն վրա և գմորնա Աստուծո խոստումները։ Եվ այսօր պատճառով ան իր կյանքի նպատակը և իր դեսիլքը կգործեցնե։ Եվ որ հուսահատության մեջ մեկը գտնվի, թյուրաշարժ, իմպալսիվ որոշումներ կայնեն։ Եվ Դավիթի բարակային անդնեսնենք, որ նույնը գորոշ է փղշտացներուն երգիրը երթալ ապրի։ Իր պատճառներ ուներ Դավիթ։ Եվ ամենամեծ պատճառն է, որ այս նելով Սավուղը այլևս իրեն պիտի չհալածեր։ Իր մասին պիտի մոռանալ, որովհետև Սավուղ պիտի չհամարձակեր փղշտացներուն երգիրը մտնել։ Հիշեք ասկե մի քանի գլուխներ առաջ Դավիթ նույնանման բան մղրավ, որ փղշտացներուն երգիրը քնած անգամ ևս 21-րդ գլխու մեջ, առաջին թագավորաց 21-րդ գլխու մեջ կգարտանք, որ Դավիթ քնած փղշտացներուն երգիրը եւ հոնդերը ինքսինքը նվաստացուց, ինքսինքը խեցուցուց, լորձունքները իր մորուքին վրա ասեցուց, որպեսի Սավուղից հետքեն ազանի։ Եվ ավասիկ կտեսնենք, որ Դավիթ նույն որոշում գնե դարձյալ վերաթարնելու երգիրը։ Ոստերը մի աստարությունը կա բոլորիս։ Որ մեկ անգամ, որ զիջինք մեր հոգևոր կյանքի մեջ, կարևոր չէ այդ զիջումը սխալին հանդեպ որչափ պզդի գլա, մեկ զիջումը կթյուրացնե մեզի հաջորդ զիջումը ընելու։ Նույնիսկ պզդի քայլը Աստուծո կամքեն դուրս ելնելով մեզի ճամփան կփանա, որպեսզի հաջորդ քայլերը առնենք ավելի Աստուծո կամքեն հեռանալու։ Դավիթին այս որոշումը, այս վիճակի մեջ իրեն ստիպեց, որ զիջի շիտակ ճամփայեն իր սկզբունքները։ Աստուծո խոսքը հստակն է։ Շատ հստակ էր Աստուծո խոսքը Իսրայելի ժողովրդին համար, որ երբեք պիտի չխառնվեին օդարասկիներուն հետ։ Եվ ոչ թե միայն Դավիթ, այլ ուրիշները ամեն անգամ որ փորձեցին երթալ խառնվել ուրիշ ասկերու հետ, անոնց հետ ապրիլ, անոնց մեծ աղետներ պատահեցավ եւ մեծ գործառույթներու առջև կրկնվեցան։ Եվ Դավիթ այս գիտնալով հանդերձ կտեսնենք, թե քայլը գարնե թեպի փղշտացված երգիրը երթալու։ Եթե հարցնենք Դավիթի, թե ինչու գներ այդ մեկը, ինչու քետ երթար, արդյոք գլքեր Աստուծո այս ընելով, եթե այս հարցումը Դավիթին էին, Դավիթը նախատված պիտի զգար։ Պիտի սեր ես Աստուծո լքեմ, իմ հավատքս չէ փոխված,
Փամը չէ փոխված իմ մասից։ Բայց Դավիթ այս մարդիկը, որոնց հետ ուզես ապրել, Աստծո մարդիկը չեն։ Աստծո խոսքին հակառակ կգործես։ Դավիթ դերս դիցեր, տարբերություն չներ։ Ես գալ ժամանակ համար հոմ երտամ։ Հոմ բիդի չմնամ։ Ժամանակի համար երտամ։ Սավուղի երեսեմ փախելու։ Աչափ մեծ փամը չէ, մի մեծներ հարցը։ Ասիկա բարս փամն է եւ գիտես ինչ, ամենալավը։ Գնամ քեթի մեջ իմ աղոթները սնել եւ Աստծո հետ խոսել։ Եվ մենք այս տեսակ պատճառաբանություններ գնենք, երբ որ Աստծո կամքեն գշերին։ Միշտ պատճառաբանություններ ունենք մեր զիջումները պաշտպանելու։ Եվ հուսահատությունը այս մեկ գնե մարդոց։ Մեզի գդանի թեպի բար։ Եվ ասիկա գվադահի կամած, քայլ առ քայլ։ Եվ դեր մգասնենք, որ գնենք այնպիսի բաներ, որ մեր մտքեն թերևս չեն ասնել եւ պիտի չուզեին կնել, եթե իրապես մտածենք եւ խորենք թե ինչ կնենք։ Ինչ որ սկսավ Դավիթի կյանքին մեջ, Դավիթի մտքի մեջ անցավոր խորհուրդը ծրագիր գտանա։ Եվ այս ծրագիրը ենթարկումի գտանի իրեն, իր ծրագիրին, եւ վերջավորությամբ, երբ որ ենթարկվենք մեր ծրագիրներուն, այդ բանը մեզի ապրելակերպ կդառնա։ Ինչ ըրավ զիջումը Դավիթին։ 4 բաներ կա, որոնց վրա ինքնամ ուզեմ անցնել այսօր ձեր հետ։ Իր զիջումը իրեն միան վնաս չրա։ Հաբանայ այս զիջումը իր հետը ամեր մարդիկ վնասեց։ 27-րդ համարի գլխուն 2-րդ համարի մեջ կսել, Դավիթը իրեն հետ 600 մարդիկ հետը դարակսել։ Եվ այս 600 մարդիկը, որ հետ ուներ, ասոն առանցին չէին, ասոն ունեին իրենց գիները, հավասի եղավ 1200, և չեք գիներ, քանի զավակներ ունեին ամեն մեկը, այն ամեն դստան, որ ամեն մեկը կոնե 10 ու գնենար, ազմապատկեցեք, և կտեսնեք, քանի օքի իր հետը այս նեղության մեջ մտավ, և թալով փղշտացներուն երկիրը։ Նույն բանը մեզի կբադայի։ Այն բարգյանին, որ սկսենք զիջելու մեր սկզբունքներեն, Աստուծո կամքեն, Աստուծո ուղղությունեն, մենք մեր հետը կդանենք մարդիկ, որոնք իրենք կվնասվին։ Երբ կշարունակենք կարդալ այս պատմությունը, տարբեր ուրիշ հետաքրքրական բաններ կբադայի։ Անագնգամն է այս մեկը, չենք հասկնա ինչպես, բայց իրականությունն է, Դավիթի զիջիլը իրեն ժամանակավոր խաղաղություն և պարտավաճում կտա։ 4-րդ համարը գսել, երբ որ փղշտացներն երկիրը քնած, Սավուղը գսել թատրեցավ այլևս Դավիթի ետևեն երթալ։ Դավիթին ուզած ինչ է, որ Սավուղ այլևս գենա իր ետևեն երթալ։ Եվ ինչ կբադահի, Սավուղ կգենա իր ետևեն երթալ։ Ավասի նպատակին հասավ։ 5-6-րդ համարներու մեջ կգարտանք, որ Դավիթը Ոնդեղը նույնիսկ գվատաղատ մգստանա իրեն և իր մարդոց համար, Սեգելագը և 13-րդ համարի մեջ կգարտանք, որ անկուս թակավորը կեթի իրեն կհավնի և գսեր հավատաց անոր, այսինքն վստահեցավ անոր, Դավիթի վստահեցավ, Դավիթ անկուս թակավորին վստահությունը շարեցավ։ Այնպես մգերել, որ Դավիթ լավ որոշում արավ, իմաստուն որոշումն էր այս հրածը, փղշտացնեն երկիր երթալը։ Ամեն բան շատ լավ երթալ։ Ամեն արդու գարտնար, Սեգելագի թերթը կգարտար, անգևերջ իր մարդոց հետ գերտար մարզանքի, և անգևերջը, գեսորեն վերջը գերտային քյուրմը կգողոպտեին, կիշեր գուկային, խնջույք գնեին,
ինչ գեղեցիկ, ինչ լավ կյանք։ Այս էր Դավիթի կյանքը Սեգելագի մեջ։ Անհնազանդությունը շատ անգամ ժամանակավոր հանգստություն և ժամանակավոր փառքավաճում կտա մեզ։ Ադոր համար վտանգավոր է և պետք է սկսուշլան զիջել է։ Երրորդ բանը, որ զիջումը հրավ Դավիթի, իրեն ավելի մեղքի առաջնորդեց։ Կգարտանք սկսավ հադությամբ, ուսահագությամբ, հետո մոլեկնության գնաց, desperation, անգե իր ժողովուրդը ծկեց, ապստամբեցավ իր ժողովրդին, և անգե անթին գնաց անհնազանդության Աստուծո բաններին թեմ, որ պետք չէ երթար օդար ժողովրդին թեմ հետ խառնվելու, և ադիրնելու համար պետք է խաբերություն ուներ, և վերջավորջան կտեսնենք, թե մեծ որջագործություններ ալը Ութեն 11-րդ համարներում մեջ կգարտանք, որ Դավիթ երթար քաղաքներու վրա գարցակեր, կգողոպտեր քաղաքները և անգե վերջը հոնդերի Եհով մարդիկնալ կմերցնեն։ Հիմա ինչպես եղավ, որ անկուս թագավորը հաջեցավ Դավիթի այս ռազին և ինչպես Դավիթ մեկ մեղք է ուրիշ մեղքերու առաջնորդվեցավ։ Պետք է քիչ քաղաքար մենակ քարտեսեն, որպես իստագը այս պատմությունը թե ինչպես է։ Սեգելագը գյուղաքաղաք մներ, որ կգտնվի Գազայի և Պերսապեի մեջտեղը։ Դավիթ իր մարդիկը գարներ և հարավ և հարավ արևմուտք եղող քաղաքներում վրա գարցակեր Սիգելագեր։ Բայց երբ որ անկուս հարցուց իրեն ուր կացիր, ուր հարցակեցար, որ քաղաքները գողոպտեցիր, Դավիթ կպատասխաներ, որ ինքը գնաց Հութայի քաղաքներում վրա և Հութայի քաղաքներում վրա հարցակեցավ և ինչ որ գողոպտած էր, բերած էր Հութայի քաղաքներեն։ Եվ այս ասելով, սինք խապեյություն կործածեց, ավասի անկուս համոզվեցավ, թե Դավիթ իրապես իր գողն էր և ինչ բաներ որ բերավ Դավիթ իր գողոպուտեն անկուսի, ադիգա հաջեցուց անկուսի և Դավիթ անկուսի աչկերուն լավ երեցավ։ Ինչ վնասագար բան, երբ որ մեր թշնամի աչքի մենք լավ երև, ավասի կտեսնենք Դավիթի վիճակը, թե ուր հասավ, մեկ մեղքեն, որ չափ ավելի մեծ մեղքերու գնաց։ Շարունակենք և երբ որ գասնենք 11-րդ համարը, հոն կտեսնենք ամենամեծ սխալները Դավիթին իր կյանքի մեջ, որ ուղղակի որջագործություն էր։ Գսե երբ որ այս քաղաքները կգողոպտեր Դավիթ, ոչ թե միայն քաղաքները կգողոպտեր, հաբա գսե քաղաքները գողոպտելեն վերջ, բոլոր մարդիկը կմերցներ գսե, մեծ բզդիկ չեր խնայել գսե, ամեննան կմերցներ, որբեսի մեկը անկուսի լուրը չպեր է։ Ինչու գներ այս մեկը Դավիթ։ Որովհետև ինք ինչ գսեր անկուսին, գսեր ես Հութայի քաղաքներում վրա գարցակին և այս գողոպուտը, որ կպեր է մեդս անոնց մեր է, բայց իրականության մեջ ինքը գերտար հարավ արևմուտք և գարցակեր ամաղեգացներու քաղաքներու վրա և անդերեն կպերեր և կմերցներ ամենում, որբեսի լուրը Դավիթի չասնի։ Եվ այս գողոպուտի փարթին, որ Դավիթ ամենադենք ունենար, իրեն դարավ մինչև մարդոց, անմեղ մարդոց չապտելու։ Արդյոք անագնգալն է այս մեկը, երբ կգարտանք Դավիթի կյանքի մասին։ Այո, Դավիթի համար, անցիմ համար, որ Աստուծո սրտին ամենատ մեկը ներ գսեր, մեզի համար անագնգալն է դեսնել Դավիթ այս տեսակ գործերու մեջ։ Բայց երբեք անագնգալ դե չես
ադագնալի արջև դետ չեք ան, որովհետև մեղքը, մեկ մեղքը կտանի ուրիշ մեղքերում, և այս կբադահեր Դավիթի համար։ Եվ մեզյալ նույն բանը կբադահի։ Եվ ասոր սկիզբին չեղավ հուսահատություն։ Եվ հուսահատությունը Դավիթի առաջնորդեց, որ զիջի իր սկզբունքները։ Երբ որ Դավիթ կարձակիր այս քաղաքներում վրա, Աստուծո արտոնությունը չուներ, ինչպես ուրիշ անգամներ, Աստված իրեն գսեր քնա եւ ինքը գերտար, բայց այս անգամին Աստուծո արտոնությունը չուներ այս քաղաքներում վրա հարձակելու։ Եվ թրթումի պատճառ մնալ չուներ, սխալ բادرվակներով գարձակել այս քաղաքներում վրա եւ վայրակությամբ բոլոր ժողովուրդը փնաչնչել։ Ավասի կտեսնենք Դավիթի ընթացքը ինչպես կսահի թեպի վար եւ ավելի խորում կգերտա մեղքի խորումը։ Մեկ բան ևս կա, որ Դավիթի զիջումը իրեն ընել կտա։ Եվ ասիկա հակատնագետը եղավ Դավիթի սահելուն։ Դավիթի եւ իր մարդոց համար ամեն բան շատ լավ գերտա։ Հագարակ որ Աստուծո գամքին հագարակ գերտային, ամեն բան այնպես գերերը որ շատ լավ գերտա։ Եվ Սավուղը լար միսեր որ Աստված ինձի գործն է, ամեն բան ցերքս կուտա այս բաները նելով։ Ամեն բան շատ գերեցիկ երևի, մինչև այն օրը, որ կգարտանք 28-րդ գլխուն առաջին ամառի մեջ, Ակուս թագավորը վշտացիները կհավաքը եւ կպատրաստվի երթալու Իսրայելի ժողովրդին թեմ պատրաստվելու։ Ոստեղը վնասումը չի գատել, ամը կեշ չի գաստեղը, այդ ինչ կեշ բան կպատայի։ Երբ որ անկուս կպատրաստվի երթալ Իսրայել թեմ պատրաստվելու, այդ շատ Դավիթի վրա վստահություն ունի, ասել է Դավիթ այդ շատ ինքը քեշ ծուծած էր, քեշ մարդ ծուծած էր, որ ինքը հագարակ էր Իսրայելի իր ժողովրդին, Հութայի ժողովրդին, անկուս համոզված էր, որ Դավիթ գրնա իր հետ երթալ Իսրայելի ժողովրդին թեմ պատերազմելու։ Եվ ասի չի պալեր, ավելի քեշ պամը կբադահի, անկուս այդ շատ վստահություն ունի Դավիթի վրա, որ գսե թուն իմ տիգնապահս պիտի լաս։ Վա։ Գիտեք ինչ սեր է տիգնապահ։ Թագավորի տիգնապահ ըլլալ, թագավորին աչ բազուկը ըլլալ է։ Այն ադեմվա սովորություններու մեջ բան կար, որ եթե ժողովուրդը երթար և ուրիշ ժողովրդի վրա արձակեր, հաղթող թագավորին թիկնաբահը պետք է մերցներ վարդվող թագավորին։ Ամատեսակո սխալ, ինչ կբադայի, ինչ կնշանակ այս մեկը։ Դավիթ ստիպված պիտի ըլլար Սավուղի ինքը մերցնել։ Եթե փոշտացիները հաղթեին Իսրայելի ժողովրդին։ Դավիթ այս շաբաթեն փախչեր այս մեկնել է, քան անգամ Սավուղ իր ցերկին գավ, որ մերցնել, ինքը գրնար մերցնել Սավուղի, բայց ասավ ես Աստուծո օձյալին ցերկ չեմ մերցնել, բայց այս անգամ ստիպված պիտի լար ինքը Սավուղի մերցնել։ Արդյոք Դավիթի մտքի մեջ կար այս բաները, երբ որ որոշեց փլշտացիներուն երկիրը երթալ։ Միտքեն գրնար անցնել, որ ասկսակ բաներ իրեն գրնան բադահիլ, ոչ երբեք։ Բայց ինքսինքը գտնե այնպիսի վիճակի մարչել, որ անգե փախուս չեր գնա ունենալ։ Իր միտքը ժամանակավոր լուծումն էր փլշտացիներուն կողմ երթալ, որ Սավուղի տված ճնշում են ազատել, երբ Սավուղ իր միտքը փոխեր և իրեն մորնար։ Եվ այլ հիմա կտեսնենք, որ իր զիջումին պատճառով մեծ նեղության առջև
Աստված չմչամդեր Դավիթ ավելի մեծ սխալը պիտի էր։ Բայց կտեսնենք, որ այդ մեկը կպատահի։ Աստված կմիջամտե։ Երբ որ մենք գասնենք հադագը, գասնենք կետնին հավասար, Աստված կմիջամտե իր զավակներուն յանքերներս։ Դավիթի բարակային տեսանք մեկ մեխիկայլը դարավ ուրիշ մեխիկայլերուն։ Մեկ բզդիկ զիջումը թուրը բացավ ուրիշ զիջումիմը։ Եվ շատ չանցած ինքսինքը կդավ մեծ փոսին մեջ, որ էլ դուրս չէր գնալ։ Հիմա Դավիթ շատ վարդավոր էր ամուսի։ Անգարելի էր, որ ասեր ամուսի, որ ես չեմ գնալ հետդ կա։ Եվ ասիկ կտեսնենք մարմնավոր գերբով շարժող հավատացյալներու վիճակը երբ իրենց միջոցները գործածեն, ինչ վիճակներու կհասնի։ Ինչ եղավ Դավիթի։ Ինչպես կրծավ այս մեղքի սահանեն դուրս ելնել։ Ստիպված էր երթալ ամուսի, փախուս չուներ։ Եվ գմիանա փլշտացներուն և երթա Իսրայելի ժողովրդին դեմ պատերազմելու։ Բայց երբ որ գմոդենան Իսրայելի ժողովրդին, համը կբադայի, անկուսի զինվորները գմոդենան անկուսի սելով, անկուս ով է ասմարդ որ մեր հետը գպերես։ Գիտես ով է որ մեր հետը պատերազմի գպերես։ Իսրայելի ժողովուրդեն մեկը որ թակավոր պետք է լար։ Ինչ կխորիս պիտի ունե պատերազմի ընթացքին։ Պիտի թանա և մեզի սպանն է, խելքդ կործած է, անկուս, աչապ վստահություն ունիս այս մարդուն վրա։ Եվ ասիկա աստուծմե էր, որ այդ մի քանի անցքի եկան և անկուսի մտքին հետ խաղցան, որբեսի Դավիթը ետ խրգեն։ Եվ անկուս եկավ Դավիթի սա, գիտես ինչ Դավիթ, կարծեմ թե դու պետք է ետ երտաս։ Ավելի լավ գլա որ Սեգելակ դարնաս, Սեգելակի մեջ հոնդերը սպասես մեզի, մինչև որ մենք վերաթարնանք։ Եվ երան թե աստեղը բախությունը վերջանար, ավելի փոսը կփորվի, ավելի խորունգը իջնե, մեղքի խորը, ավելի վնասներ, ավելի մեծ գործանում Դավիթի կսպասեր։ Եվ երբ որ կվերաթարնային կսես Սեգելակ, ճամփան մուխի հոտ կարներ, մուխի ծուխի հոտ։ Եվ որ այս մուխը կդեսնեն, կմտավնի։ Եվ իր մարդիկը ամիջապես կվազեն և երթան դեսնել, թե ինչ է այս մուխին, այս մուխ ուրդեր են գուկան։ Եվ պատրաստ չէին դեսնելու այս մուխին եկած դերը։ Երբ որ հասան Սիգելակ, հոն դեսան, թե Սիգելակը գայր էր։ Ամաղեգացիկ այցելությունը դված էին Սիգելակ և արած էին իրենց հետ Դավիթի մարդոց գիները, զավակները, կալվածները և քաղաքը հիմնահատակ այրած էին։ Համը չէր մնացած։ Ամաղեգացիները, որոնց քաղաքները Դավիթ գողոպտած էր և չարտած էր իրենց մարդիկը, հիմա իրենց շնորհակալության խոսքը կդարձնեին Դավիթի։ Դավիթ միան չգողոպտեց այս քաղաքները, ինչսին Դավիթ մինչև բզդիկները մերցուց, երբ որ այս քաղաքները ինքը գողոպտեց։ Եվ ամաղեգացները լուր գդի չգենային ասոր դիմաց։ Մեղքը մեղք առաջ կբերեն։ Դավիթ այս աղետին հետ գխաղար 16 ամիս կսեր ասուծո խոսքը։ 16 ամիս էր, որ կսպասեր այս աղետին։ Երթալեն ավելի մոդենար, այս աղետեն փախուս չուներ, որովհետև զիջեցավ մեկ բզդիկ սխալովը։ Եվ ինչ են ասասավ այս ամենը, այս նեղության սկիզբ ուրդերեն է,
հուսահատութեն է։ Հուսահատեցավ։ Իր հույսը Աստուծմե գտրեց։ Եվ ասիգա իրեն դարա այն դեսակ բեմը, որ իրեն համար անըմբռնելի է տեսնել այս տեսակ վիճակը։ Ինքը եկավ փլշտացներով կայք ժամանակի համար։ Եվ երբեք միտքի մեջ չուներ այս տեսակ վիճակի հիմար չէր գտնվի։ Եվ բոլոր այս ժամանակի ընթացքին, 16 ամիսներու ընթացքին, Աստված կբացակայեր Դավիթի կյանքի մեջ է։ Արդյոք Աստված կբացակայեր Դավիթի կյանքի մեջ է։ Երբ որ մենք սխալ ճամփան բռնած կգալենք, արդյոք Աստված բացակայե, Աստված մեզի հետ չէ։ Աստված այս բոլոր ժամանակի մեջ կփորձեր Դավիթի ուշադրությունը գրավել։ Եվ Դավիթ չգրծավ լսել Աստուծո ցայնը, մինչև որ այս մեծ աղետին առջև գտնվեցավ եւ մեծ աղետը իրեն զարգավ։ Եվ Դավիթ անպատրաստ էր։ Գսել Դավիթ եւ իր մարդիկը լացին մինչև որ այլևս չէին գնալ։ Այսինքն մարելու աստիճան ուլային, որովհետեւ ամեն ինչ որ ունեին գործեցին։ Սիգելագը գայրեր եւ ամենը Դավիթի սխալի պատճառով։ Ինչպես սկսավ molecularությամբ, desperational, հետո defection, ապստամբություն, իր ժողովրդին թեր դարձավ։ Անգևերջը անհնազանդություն նրավ Աստուծո, պետք չէր երթար թշնամիինքով եւ քնած թշնամիինքով։ Բայց հիմա կտեսնենք, որ այս բոլորի դիմաց Աստված Դավիթի ուշադրությունը կգրավի։ Երբեմն Աստված մեզի կբերե այս վիճակներուն առջև, որպեսզի մենք կարողանանք իր ցայնը լսել։ Աղետները կբադաղին, երբեմն կգտնվենք մեր կյանքի մեջ սերծած եւ մուխերով լեցուն աբերներու առջև, որպեսզի կարողանանք մենք Աստուծո ցայնը լսել։ Մեր խելքը գլուխը վերանալ։ Շատ անգամ չենք ուզեր այս իրականությունը ընդունել, այդ ճշմարտությունը այն է, որ Աստված ուզեր մեզ խոսի, բայց մենք պատրաստ չենք լսելու իրեն։ Երթանք մեր միջոցներում գտիմենք եւ գնենք ինչ որ Աստված չուզեր որնենք։ Մեր ուսահատության մեջ գզիչին ամեն մեր սխալին եւ մենք զիջումը կդանի ուրիշ զիջումի եւ վերջավորության կգտնենք մեզի Դավիթի պես այրված քաղաքի մահաճը։ 16 ամիս Դավիթ զիջեցավ եւ անհնազանդ եղավ Աստուծո։ Եվ վերջապես կտեսնենք, որ Դավիթ իր աչքերը վեր կվերցնե Տիրոջը։ Ողբերգությունը այն է, որ շատ երկայն դեպեց եւ շատ մարդիկ վնասվեցան։ 36-րդ համարի մեջ կսե Դավիթ իր դեր Աստուծո զորացավ։ Ավասիկ դարձվածքին գետը հոսեր։ Դավիթ Աստուծո զորացավ։ Աստուծո մեջ զորություն կտավ։ Այս նշանակե թե Դավիթ այլևս իր ուժերուն չեր հենել։ Իր ուժերուն չեր վստահել։ Ամենամեծ դժվարությունը Դավիթի համար գիտեք ինչ էր։ Դավիթ շատ դաղատավոր մեկն էր։ Ամեն բան ուներ։ Իր մեջը ամեն բան կար։ Շատ ներգայանալի երդասարդ մներ։ Ամեն գոմե գսիվեր։ Նույնիսկ շատ գիներ իրեն հետ սիրահարվեցան եւ իրեն տեսան, եթե գիշեք, երբ որ Քողիաթը մերցուց պատերազմը վերադառնար, որոնք էին որացողները իրեն մասին գիներն էին, ամենալ սիրեցին իրեն։ Դավիթ դաղանթավոր երաժիշտ մներ, Դավիթ քաչ պատերազմով մներ։
Դավիթ ծնած էր առաջնորդ լալու մեկ խոսքով։ Ամեն բան ուներ Դավիթ։ Եվ այս էր Դավիթի դժվարությունը, եթե Դավիթ ուզեր շատ լավ կյանք մգնար բարեր իր դաղանքներով Աստված մեկտի տնելով։ Բայց Աստված Դավիթի այս վիճակներեն անցուց 10 տարի այս անաբադային կյանքեն անցուց, որբեսի Դավիթ վստահի Տիրոջը եւ իր կարողություններուն չթիմեր։ Հակառակ որ իր այդ կարողությունները, դաղանքները, որ Աստծո եկած էին, շատ կարևոր դաղանքներ էին եւ վերջարքյան կտեսնենք, որ Դավիթ այդ դաղանքները փորձացեց Իսրայելի ժողովուրդը առաջնորդելու։ Մինչև այն ադեմ, որ Դավիթ Տիրոջը վրա հենեցավ, այդ նվերները Աստված գործածեց իր փառքի համար։ Բայց ամեն անգամ, որ Դավիթ իր ուժին հենեցավ, նեղության մեջ ընկավ։ Եվ իր հետը ցածուց շատ մարդիկ։ Ինչ սորվեցանք այսօր այս պատմությունը։ Երևի թե պատմություն մնի։ Ինչ որ լսեցին, պատմություն մնի։ Բայց այսօր մեջ շատ կարևոր դասեր կան։ Առաջին Կորինթացիս 10:12 գսել, ամբոր գսե պետք է հաստատուն գեցած է, թողս կշանա, որ չլա թե ինա։ Ինչ որ բադայեցավ Դավիթի, գնա այսօր մեզի ալբադայի։ Վստահությունը մեզի պիտի կա։ Երբ որ մենք մեր կյանքերը կփորձենք բարել մեր ուժերուն հենած։ Զիջումը մեզի ժամանակավոր լուծումներ կտա մեր դժվարություններուն։ Բայց Աստուծո բադիժը մեզի թե մարդեն կբերե մեր սխալներ որոշումներուն առջև, որովհետև մենք այդ վիճակի մեջ գտնվելով կարենանք Աստուծո եթանալ։ Հուսալությունը Աստված չարդոն է մեր կյանքերում մեջ, որովհետև մեր գնահներում վրա ինանք։ Ապա հուսալությունը մեր կյանքերում մեջ դերը կարդոն է, որովհետև մենք մեր ծունգերում վրա իջնենք։ Դերը երբեք չբացակայ մեր կյանքերեն։ Աստված գիտե իրենները գսե եւ գնքած է իրենները գսե։ Եվ Աստված գիտե մեր ամեն մեկ քայլը, որ մենք կարնենք։ Երբ որ որոշենք մեր ուժերով ապրիլ, Աստված գարդոն է, որ երթանք մեր ճամփան, մեր ընտրած ճամփան։ Որբեսի, երբ որ ցախողին, եւ վստահ եք, որ պիտի ցախողին, իր ետ իրեն թարնանք եւ նոր որոշում առնելով ավելի նվիրված, հաստատված Տերոջը ճամփում մեջ գանենք։ Շատերս այս ճամփային անցած ենք, շատերս այս ճամփային կանցնենք։ Նույնիսկ երբ որ այնպես կսկանք, թե Աստված կբացակայի, Աստված հոն է, Աստված կգործե մեր մեջ, Աստված կգործե մեզ մոտ։ Ուզեմ կարճ պատմությունով վերջացնել։ Մարդը, որ նավակապետեն է ազատված, կհասնի անփնակ գղզիմը, ինքսին կպաշտպանելու համար վստիկ խրճիթ մգշին է, ոնդեր կտած փայդերով եւ շատ չակտապել է վերջ կաչողի այդ խրճիթը ամբողջացնել եւ հոն պաշտպանվի։ Բայց օրը երբ որ կացած էր ուրենիկ գտնելու եւ իրեն համար մի քանի բան հավաքելու, երբ որ գվերաթանա, կտեսնե, որ խրճիթը գրագարած փճացած է։ Եվ շատ կներվի, այն օրը շատ ներված, ոնդեղը ծարի մտակ, կբարգի եւ նեղութեն են ոնդեղը բարգած կմնա։ Երբ որ հաջորդ արդու գարթնա, մեկ իրեն գարթնցնեսելով, գիտես կսեր, ես այդ նավուն նավապետն է կսեր, նավ մգեցած էր գվզին արջև, եկած էին զինք ազալելու, կսեր, այդ գրագի նշանը, որ մեզի գնեի կսեր, ադիգա
մենք տեսանք եւ եկանք հիմա քեզի գնանք ազատել։ Գրագի նշանը որդուն գնեիք։ Մարդը պամաչերն է, իր դունը գայնի, բայց անոնք գրագի նշանը տեսած էին եւ եկած էին իրեն ազատելու։ Երբ որ մենք ուսահատության գմազնենք եւ երթանք սխալ ճամփաներ, անոնք գրագի նշաններ են։ Գրագը, որ կսկսի մեր կյանքերում մեջ մեզ նեղության մատնե, Աստված ուքա մեզի ազատելու եւ Աստված մեզի գծուցնե, թե ինքը բացակայ չէ։ Աստված կորձի վրա է։ Մեր սխալները նույնիսկ կառնե եւ անոնք իր կամքին կհետեցնե եւ մեզի կհաստատե, ինչպես Դավիթ կսե Աստուծո մեջ զորություն կտա, մեզի ալգտայինի այն դերը, որ մենք ձունգի վրա կալով Աստուծո երեսը պնդենք եւ Աստուծո զորությունը առնելով ավելի վստահ, ավելի զորավոր կերպով առաջ եկա։ Կսկաս եպեք, որ Աստված կբացակայի քո կյանքի մեջ են։ Ակյոք խորիստ է Աստված հերացած է քեզ այսօր։ Դավիթի կյանքեն սորմի։ Մի ցկեր որ ինաս վախի եւ ուսահատության մեջ, որում յետևը զիջում կա, որում յետևը մեղ կա եւ որում յետևը գործանում կա։ Այո, Աստվածոն է, բայց մի ardորներ որ երթաս այդ մոխիրներում մեջ եւ հոդերը անդրադառնաս։ Աստված կուզե ուշադրությունը կգրավել այսօր։ Հավատքը հաստատ մնե։ Աստված միշտ աշխատանքի մեջ է։ Աստված այսօր ոստ է ուզե մեր կյանքերի մեջ աշխատի գործել, որպեսզի մեզի ավելի հաստատել մեր հավատքի մեջ։ Եվ Աստված պատրաստ է մեծ գործեր, հրաշալի գործեր կատարել մեր կյանքերի մեջ, եթե հավատանք, եթե երեք վստահենք։ Այսօր Աստված ոսի ամենուս մեր բարակամիջ որը լավ, դերոջություն է, և դերը պատրաստ է